հանդիպել է ձեր ընտանիքին պատկանող ընկերությունը, տարատեսակ խոսակցություններ կային, որ հանդիպել եք այդ ոլորտում գործող ներկայացուցիչների հետ պարտադրել, որ պետք է պարտադիր եւ անպայմանորեն ադրբեջանական նախ առաջին է, որ դուք օրինում եք, չգիտեմ ինչ պարտադրել։ Հայաստանի Հանրապետությունը ոչ մեկի չի կարող ոչինչ պարտադրել։ Սա առաջին է։ Հարցը տվել եք ինձ լսեք, այդ հեռախոսը դրեք մի տեղ, սա առաջին է։ Երկրորդը, հիմա ես կասեմ ամեն ինչ։ Հայաստանի Հանրապետությունը վերջի 30 տարում միշտ նավթամթերքներ է ներդրել տարբեր երկրներից։ Հայաստանի Հանրապետությունը միայն տրանսպորտային միջոցների համար բավականին մեծ տարբեր ժամանակներ, թե ինչ կարգի տրանսպորտային միջոցները փակ են եղել դեպի Հայաստանի Հանրապետություն, ինչ կարգի գումարներ է վճարվել։ Թեթև հաշվարկով, եթե Հայաստանի Հանրապետությունը իր հարևաններից ձեռք բերի 80%-ը վառելիքի, որը օգտագործում է, կտնտեսի 80 միլիոնից 100 միլիոն դոլար տարեկան կտրվածք։ Իսկ եթե Հայաստանի Հանրապետությունը իր հարևանների չի ձեռք բերում, հարևանները 10,000 անգամ ավել վաճառում են աշխարհի տարբեր երկրների եւ իրենք միշտ այդ գումարը ստանում են։ Իսկ եթե ուզում եք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տնտեսի 80-ից 100 միլիոն դոլար եւ այդ գումարը գնա այլ ոլորտները զարգանա, սա այն իրականությունն է, որը որ ձեզ պետք է դեր։ Իսկ այդ երեխայական, չկրթված, չգիտեմ որտեղից ի հայտ եկած, որ ասում են 100,000 դոլար գնաց զենքի, նախ զենքը ուրիշ ձև են արտադրում, էկոնոմիկան ուրիշ տրամաբանություն, եթե ուզում ես տնտեսություն զարգացնել, պետք է դրա համար խելք ունենաս։ Հիմա պատահական խելք ունեցողներին լավ ճանաչում եմ, իսկ ֆունդամենտալ, խորքային խելք ունեցողներին էլ եմ ճանաչում, այսքանը։ Դուք հարցրեցիք, ես ձեր հարցին պատասխանեցի ավելի խորքային, ավելի այսպես ասած, լայնամասշտաբ, որ հասկանաք ինչի մասին է խոսքը։ Ընդհանրացակ ավելի։ Այսօրվա վերաբերյալ էլ ես եկել եմ հատուկ նրա համար, որ ինչա կատարում, սա էլ ձեզ ասեմ։ Ով որ Հայաստանի Հանրապետությունում կասի, որ եկեղեցին են քանդում կամ եկեղեցու դեմ որևիցե գործողություն կա, դա ամենավերջի սրիկան է։ Դա նշանակում է, որ այլ երկրներից, այլ ձևերով ուղարկված մարդիկ են։ Հայաստանի Հանրապետության եկեղեցականները պետք է լինեն ազնիվ, արդար եւ պետք է իրենք ունենան համապատասխան եկամուտներ, որ կարողանան իրենց ընտանիքը պահել։ Մնացածի մասին ավելորդությունա խոսել։